Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ Արտագաղթեն, ինչու պետք է աշխատող, ստեղծող ու արարող մարդը արտագաղթի։ Հակառակը, հիմա մենք պետք է ճնշումը բարձրացնենք, որպեսզի իրանք գան եւ հաշվի նստեն եւ կպարտադրի այդ փոփոխությունները կատարեն։ Ասեք, լավ, ասեք։ Չափերից ենք անընդհատ խոսում, բայց ավելի վտանգավոր բան կա այս process-ի մեջ։ Նայեք 23 թվականին ինքը իրականում դրույքաչափերն էլ է լուրջ խնդիր, բայց ավելի թաքնված վտանգ կա։ 23 թվականին փոփոխություն են արել, որը 25 թվականի հունվարի 1-ից ուժի է մտել ու ունենք երկու հարկման ռեժիմ, մեկը բարդ հարկման ռեժիմ ավելացված արժեքարկ եւ պարզ հարկվճարողներ, դա շրջանառության հարկն է։ Հիմա հունվարի 1-ից շրջանառության հարկին նորից պարտադրում են, որ իրենք էլ ավելացված արժեքի հարկի պես հաշվառում անեն ապրանքի ու հանկարծ սխալ հաշվառում արեցիր, ավելցուկ եղավ 20% տուգանելու, պակասորդ եղավ 50% տուգանելու, եթե պարզ ռեժիմ այն չեք, բարդ մեխանիզմեր բերում, մարդիկ կան իրանք ի վիճակի չեն հաշվապայ անգամ 10,000 դրամ փող տան, իրանք փորձում են ինքնուրույն իրանք հաշվարկ անեն, բնականա սխալվելու են, 3,000-4,000 անուն ապրանքի մեջ այդ մարդը ոնց պետք է իր հաշվառումը տանի, խնդիր է այդ իրականում, որը այդ 5%-ից 10% դարձնելուց ավելի վտանգավոր է։ Հաստատի ձեր գույքագրումն էլ է շատ բարդ խնդիր, որովհետև դասավորվածությունը նույնիսկ թույլ չի տալիս, պահեստի դասավորվածություն, խանութի դասավորվածություն կամ հատկապես արտադրության ոլորտում թույլ չի տալիս ճշգրիտ հաշվառում վարել։ Տարբերակներ են բերել, որ ավելի շատ ծախս կարած նվազեցնել, բայց մարդիկ հասարակ հարց են տալի, որ չգիտեն սկի որ ծախսը որի տակ պետք է ներառվի։ Ասում են ինքնաշխատ կլրացվի, չգիտեմ ինչ, այդ էլ չկա։ Այս վերջի 10 օրը խափանվել է, ասում են խի ասենց չենք կարող հաշվետվություն տանք, ասում է ձեզով է ասել թողեք վերջի օրվան 3 ամի ժամ ես հաշվապանների ներկայացուցիչ եմ, բայց ՓՄԶ-ի դրանք իրար հետ շղթայաբար են, ես եթե մենակ իմ խնդրից որոշումներ են լինում, նաև հաշվապանները թող լսեն, տեսնեն, իրավաբանները թող բոլորին հրավիրեն, բոլոր կազմակերպություններից հրավիրեն եւ խորհրդակցեն։ Մի անգամ ցույց տվեք, որ դուք մտածում եք այս երկրի, այս քաղաքացու հայրենիքի մասին։ Բոլոր ներկայացրեք, իրանք կմասնակցեն եւ ցույց կտան, որ իրանք ավելի շատ գիտելիք ունեն։ Միգուցե դուք վախենում եք իրանց հետ հանդիպելուց։ Մի վախեցեք։ Հանդիպեք, իրանք կընդունեն, որ բաներ կա, որ դուք չգիտեք, բայց գոնե իրանք կբացատրեն, կսովորեք իրանցից շատ բան։ Հարգելի կառավարություն, մի անգամ մարդկային եղեք եւ ճիշտ որոշումներ կայացրեք։ Կասեցում, 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 հանդիպում, 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 հանդիպում։ Ասենք հիմա նայեք ես մի բան ասեմ։ Հիմա ոսկի գրամը ճիշտատ է դարել $110, որ վեր ենք ածում գրամի, գալիս է մի գրամը 44,000, 58-ը դառնում է լոմը 25,000 դրամ, արեստավորը աշխատում է մի գրամ մատանու մեջ $10 իր աշխատանքն է, որտեղ հիմա առաջ մի գրամ ուգարը անում էր 2,000 դրամ, այսօր եթե ինքը մի գրամ ուգարը տալի $15,000 տուժում է, ինքը ստինքյան ինքը պարտավոր առաջ $2.5-3 պարտավորը բարձրացնի իր ապրանքի գինը, որ այդ ուգարը միջից հանի։ Այդտեղ հիմա ես վերցրեցի այդ ոսկին առար, իրանից $10 ավել, վրան դրեցի բրյանտի քարե, թեկուզ կես ցենտ եմ հաշվում, 10 քարը արեց $5, գումարեցի $5 քարկցողին փող տվեցի, 10 քարի մեջ եթե ես մատանին ծարկում եմ, մի դեցիկես ուգար է գնում, որը քարկցողը մեղավոր չի, դա ուգար է։ Մի $1 տեղ պակասեցեց իմ ապրանքս, թանկեց այդքան արդեն։ Ես վաճառում եմ դա,
պետք է օգտվեմ թե ոչ։ Եթե ես մի մատանը գրամը վաճառեմ 40,000 դրամ դու կառնես, շուկա մարդիկ մտնում գնում են, ամբողջ շուկաները կանգնած են։ Այսօր հիմա ում շահերն է պաշտպանում, ոսկին թանգելա կպել են ոսկու գործանողներին։ Ոսկու գործանողներն այսօր ճահիճում են։ Բոլորը, որովհետև նորություն, բոլոր բնակավարները ամբողջ աշխարհում բոլորս գիտենք, այդ անգրագետ չենք, վալյուտան կազմում է երկրի ամեն ինչը, բյուջեն կազմում է ոսկին։ Եթե ոսկին թանգում է, նշանակում է երկրի բյուջեն լցվում է, բայց մեր գրպանները չի լցվում։ Դրա հետ միասին պատկերացրեք, հիմա մի մատանին ինձ վրա նստել է 100,000 դրամ։ Եթե ես անցախեմ 110,000 դրամ, ճիշտ է, ավելի չէ դու գալի հաշվում ես, ասում ես այսքան։ Բայց ես այդ 10,000-ը արդեն տալու եմ հարկ։ Ճիշտ է 10% 100,000-ի բոլորս հաշվել գիտենք, անում է 10,000 դրամ։ Բայց ես մեդոկպետության համար եմ աշխատում։ Ես նորից եմ ասում, անցած անգամ էլ ասեցի, անցյալ տարի ես հաշվել եմ, ամբողջ տարին ես ընդամենը հետ եմ գցել 150,000 դրամ։ Պետության բյուջեն մուծել եմ 1,5 միլիոն դրամ։ Իսկ այս տարի հաշվում եմ, եթե տարին վերջանա, ես 2 միլիոնից ավելի պետական բյուջեն փող եմ տալու, բայց իմ գրպանից վնասել եմ մինուս 150,000։ Վարկ վերցեք, որ հարկերը վճարեք։ Ես վարկյան, արդեն չեն տալի, ես գիտեք քանի տարեկան եմ վարկ տան։ Ես 15 տարի ես վարկ մուծել եմ, ոսկե վարկային ցուցակում եմ։ Այսօր էլ առաջարկում են առանց նայելու տարիքս, բայց արդեն բացի դա ես չեմ էլ վերցնում, որովհետև այսօր վարկ վերցնողը ճարժելի հանտնում, որովհետև առևտուր չկա, որ ինքը վճարի իր վարկը։ Եթե ես այսօր մի հատ հասարակ տելևիզոր ես չեմ ռիսկանում վերցնեմ, որ ամիսը 10,000 պետք է մուծեմ, որովհետև գործ չկա։ Ես հասցնում եմ 120,000 տեղի փող, 5,000 հաշվապայությունը, 10,000 հաշվապայություն, 5,000 ՀԴՄ-ի բանկային աշխատաբանն է, սպասարկումն է, 2,000 ՀԴՄ-ի, այդ ավելացրեցին, բողոքեցին, թե ինչ արեցին, իջացրեցին 3.6-ից 1,800 ՀԴՄ-ի բանն է։ Դուք հաշվեցիք ամիս ինչքան եկավ, 200,000 ես այդպես եմ դուրս տալի, գործի գնում գալիս եմ, 18,000 ես երկու տրանսպորտ եմ փոխում, 18,000 տրանսպորտի եմ տալի, ճիշտ է թե չէ, գումարեք հլը դրան պերիվ ուտելու եմ, թե սոված եմ ալը, մինչև ժամը առատվա 8-ից մինչև 7-ը, պերիվ անել եմ մինիմում 500 դրամ տանից տանելով 500 նստում, եթե ընդեղ անենք 1000 դրամ, պլյուս կներեք ուրիշ ծախսեր կողմնակի, ամիս եկավ 220,000, բայց ես այսօր այս ամիսը հաշվում եմ, ամբողջ ամիսը, ես ընդամենը դեռ 200,000 իվան չեմ այլ 2 հատ ոսկի եմ լորմել, որ տեղերի փողը վճարեմ։ Հասկանում եք, նրանց մեզ ուր են հասունում, սննկացման, ոչ թե անգործության։ Նրանք ստիպում են սննկացման, մենք այսօր ի վիճակի չենք անգամ սեղանը փակելու, որովհետև տուն մտածում ես ամեն օր գնաս, գոնե մի բան կաշխատենք, մի բան։ Գնում ես դատար գալ, մի շաբաթ ամեն գործ չեն կարել։ Մեր հաշվապանները չգիտեմ ոնց են մտածում, ինչ են անում, բողոքում են, չեն բողոքում, հաշվարկ ներկայացնում են, չնայած ասում են, բայց իրանց ասածը մենք պետք է հիմնավորենք, որ իրանք մեր ասածը պաշտպանեն։ Եթե մենք չառաջարկենք, իսկ իրանց ասածը չի հիմնավորվի։ Չեն ընդունի, ես ճիշտ եմ թե չէ։ Իրանք չեն կարող չընդունել, իրանք չեն կարող չընդունել։